60-ամյա պատմություն ունեցող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերանորոգվում է։ Աշխատանքների համար կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հատկացրել է 743 միլիոն 34 հազար 625 դրամ, որը համարժեք է 1.6 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ամիսներ առաջ մեկնարկած աշխատանքները բուռն քննարկում են առաջացրել համացանցում։ Օգտատերերը մտահոգություն ունեն, որ իշխանությունները շինաշխատանքները դիտմամբ կերկարաձգեն, որպեսզի 2026 թվականի ապրիլի 24-ին հուշահամալիրի այցը խոչընդոտեն։ ԶԼՄ-ների հետ զրույցում թանգարանի տնօրինությունը պնդել էր, որ տարիներ շարունակ իրենք բարձրաձայնում են, որ հուշահամալիրի եւ թանգարան ինստիտուտի կառուցման հենց սկզբի ջրահեռացման համակարգեր չեն կառուցվել, եւ դրա պատճառով տարիներ շարունակ ջուրը անդադ լցվել է մույթերի մեջ, ինչի հետևանքով բազալտե քարերի տեղաշարժեր են տեղի ունեցել։ Հուշահամալիրի ներսում արդեն անվտանգության խնդիրներ առաջանում։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի եւ թանգարանի հիմնանորոգման եւ բարեկարգման 2025 թվականի աշխատանքների համար նախարարությունը պայմանագիր է կնքել BDEC ՍՊ-ի հետ։ Ընկերության սեփականատերերից մեկը ազգային ժողովի նախկին падգամավոր Թոխմախի Մհեր անով հայտնի Մհեր Սեդրակյանի որդին է Դավիթ Սեդրակյանը։ Նոյեմբերի 4-ին նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ Ծիծեռնակաբերդում արվում են անհրաժեշտ աշխատանքները, դրանք բնականաբար շարունակվում են։ Շեշտեց, ինքն էլ ամեն շաբաթ լինում է հուշահամալիրում, որպեսզի տեսնի ինչպես են աշխատանքներն ընթանում։ Մեր նկարահանող խումբը եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ֆիքսել այնտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ տեղի չեն ունենում։ Մի քանի շինարարներ արևածաղիկ են ուտում, սառը սուրճ վայելում եւ մուղամ լսում։ Մեր նկարահանող խմբի նկատելով մի երկուսը գործիքներն իրեն ձեռքն առան եւ սկսեցին ինչ-որ գործ անել։ Երևանի ավականուն դիմադիր մի քանի անդամ բարձրաձայնել եւ արձանագրել են, որ աշխատանքների ընթացքում առկա են բազում խախտումներ։ Դրա մասին բարձրաձայնել է Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Արշակ Սարգսյանը։ Իսկ իրականացվող աշխատանքները ուղիղ միացմամբ ներկայացրել էր նաեւ ավականուն դիմադիր անդամ Արմենակ Դանելյանը, նշելով, որ զրուցել է տեղի շինարարներից մեկի հետ, ով էլ հայտնել է շինարարությունը տևելու է 1 տարի։ Հրապարակը զրուցեց ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ, որն անդրադառնալով շինարարական աշխատանքներին նշեց. Պարբերաբար ընթացս եւ անհատապես եւ խմբով շրջայց ունենում ենք եւ շինարարների հետ որևիցե կոնտակտ չենք ունենում, որովհետեւ նրանք այդ ուղիղ ենթակայության տակ չեն գտնվում եւ աշխատավոր մարդիկ են, բայց պատկերը տեսնելով ես այդ աղմուկի ամենասկզբում եմ դեռևս հայտարարել, որ հիմա էլ ես պնդում եմ, որ այդ ամենը նպատակ ունի ընդհանրապես այդ ինչ որ եվրոպական ինչ որ համաժողով լինելու մարտ-ապրիլին, վերջին ապրիլ-մայիսին, որ այդ ժամանակաշրջանում հուշակոթողը լիարժեք պատրաստ չլինի, բայց դա էլ եթե մի կողմ դնենք առհասարակ դա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը շատ զգայուն, շատ զգուշ մոտեցում պահանջող կառույց է եւ հաշվարկը այնպես պետք է արվեր, որ ասենք այս տարվա ապրիլի 24-ից հետո 25-26-ին էլ ինչ-որ տուրիստներ լինում են, այցելում են, դպրոցներ եւ այլն, պետք է այդ ժամանակ մեկնարկել այդ վերանորոգումը, որովհետեւ մինչեւ շինարարական տարվա ավարտը, այսինքն մինչեւ այս տարվա, չգիտեմ, դեկտեմբեր, մեր օրերը, այս օրերը ավարտված լինեն, որովհետեւ ակնհայտ է, որ հետևած մարտ, հունվար, այդ ամիսներին շինարարություն որպես այդպեսին են այդ մակարդակի, այդ որակի շինարարություն անհնար է անել, որպեսզի մինչեւ տարեվերջ ավարտվեր եւ հետո տարվա 26 ապրիլին պատրաստ լիներ։ Ես ունեմ ներքին համոզմունք, որ միտումնավոր է արված, որպեսզի ապրիլի 24-ը 26 թվականին շատ ռեզոնանս չգտնի եւ հնարավորինս համեստ կերպով լինի այդ արգանքի турքը, իսկ առհասարակ իրենցից հեռու չի վատ կառավարումը, սխալ պլանավորումը, անորակ շինարարությունը, այնպես որ չակերտավոր օրինաչափ ԿՊԱ-ական կառավարման հետ գործում ենք։ Անհրաժեշտություն կար խոնարհվածությունները հիմնանորոգելու, ավականու անդամն ասաց, դա նեղ մասնագիտական պատասխան է պահանջում։ Տեսեք, քանի որ դա շատ նեղ մասնագիտական եւ որոշակի որակավորում պահանջող կարծիք է ենթադրում, ես վերջ կմնամ ինչ որ միանշանակ պնդում կատարելուց։ Կան տարբեր տեսակետներ, որ այդուհանդերձ կա վերանորոգման կարիք, դրանցից մի քանիսը պնդում են շատերը, որ
վերանորոգման կարիք չկար, 1-2 քար կարելի է ուղղակի ռեստավրացնելու վերջ, տեսակետները տարբեր են։ Բայց այդ խոսակցությունները պետք է սկսել այս տարվա սկզբին, որպեսզի ապրիլյան հիշատակի օրերից հետո լայն մասնագիտական ընդգրկում ապահովող գնահատական լիներ, հրապարակայնություն լիներ, որակյալ շինարարության նախադրյալներ ստեղծվեին, ճիշտ մասնագիտացում ունեցող իրախային կազմակերպություն զբաղվեր դրանով, հասարակության համար լիներ բաց, տեսանելի, հասկանալի, հաշվետու, որպեսզի որևիցե տարընթերցում եւ տարաձայնություն չառաջանա։ Հիշեցնենք, որ Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետության նախարարների խորհուրդը 1965 թվականի մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժեցնող կոթողի կառուցման վերաբերյալ։ Հուշահամալիրը կառուցվեց ռեկորդային արագությամբ 2 տարում։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1967 թվականի նոյեմբերի 29-ին։